Պարոն Շահվերդյան, մեծ է բարերար Սամվել Կարապետյանի ներդրում Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության շենացման գործում, թե պատերազմական օրերին եւ թե առհասարակ խաղաղ պայմաններում տասնամյակներ շարունակ Սամվել Կարապետյանը եղել է հայության կողքին եւ առաջարկում եմ զրուցել Արցախի եւ արցախահայերի կյանքում ունեցած իռլումայի մասին։ Կարող եմ միայն ասել այդ թեմայի շուրջ, որ բնականաբար Սամվել Կարապետյանի դերակատարությունը շատ մեծ էր Արցախում։ Մենք միայն եթե հիշենք հանրապետական հիվանդանոցի կառուցումը, որտեղ երկու պատերազմների ընթացքում հարյուրավոր վիրավոր զինվորներ են վել, կարծեմ բավական կլինի ընդգծելու իր մեծագույն ներդրումը։ Ընդհանրապես չեմ կարծում, որ այս խնդիրների մեջ եղող երկիրը, իշխանությունը պետք է զբաղվի որևէ այլ հարցերով, բացի ա, երկրի ինքնապաշտպանությունը կազմակերպելու խնդիրներից, սակայն մենք տեսնում ենք լրիվ ուրիշ իրավիճակ, հուսամ ինչ որ բաներ արվում է, որ մենք չենք տեսնում, բայց ամեն դեպքում այն իրավիճակը, որը ստեղծվում է երկրում, երկրի ներսում, այս ճգնաժամային ժամանակաշրջանում, որևէ դրական հույսեր չի ներշնչում։ Այո, Ա, Դա շատ ցավալի է, որ այս վիճակն է, թե Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, թե դրան հաջորդած ու ուղեկցվող հայ առաքելական եկեղեցու հետ կապված հարցերի ա, հանրային դաշտ նետելը առավել ավելի է թույլատնում երկրի արտաքին վտանգներին դիմակայելու հնարավորությունները, իսկ արտաքին վտանգները բացի Իրանի սահել պատերազմից մնում են մեզ համար նույնը, դա Ադրբեջանի ագրեսիվ գործունեությունն է Հայաստանի Հանրապետությանը հանդեպ, դա Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումն է, դա մեր հայրենակիցների ապօրինի դատավարություններն են, որոնք ընթանում են Բաքվում ու կարծում այդ խնդիրներն է, որ պետք է այսօր օրակարգային լինեն։ պարոն Շահվերդյան, Արցախի մշակութային ժառանգության պահպանումը հարձակումների թիրախում է եւ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, մինչ արցախցիների բռնի տեղահանությունը կցանկանայի ֆիքսենք եւ արձանագրենք ինչ ունենք մենք այսօր։ Ցավոք սրտի մշակութային ժառանգության եւ արցախցիների սեփականության հարցերի պաշտպանության թիվ 1 հասցեատերը դա Հայաստանի Հանրապետության իշխանությունն է, ու ցավոք սրտի մենք գոնե չենք տեսնում տեսանելի քայլեր արցախցիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Այդ իրավունքների մեջ է մտնում նաև մշակութային ժառանգության պաշտպանությունը, որ արցախցիների տեղահանությունից հետո փաստացի ամբողջությամբ հայտնվել է ոչնչացման, այլափոխման, ազգային պատկանելության, ծագման պատկանելության վտանգի տակ։ Մենք ասում ենք վտանգի տակ, իմանալով, շատ լավ իմանալով, որ արդեն այս գործընթացները ընթացքավորված են։ Ցավոք մենք չունենք որևէ հնարավորություն օբյեկտիվ մոնիտորինգ իրականացնելու իրավիճակի։ Դրա համար պատահաբար այդ պատճառով պատահաբար Ադրբեջանի օգտատերերի սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերից եք մենք կարողանում եզրահանգել, թե ինչ է կատարվում այնտեղ, ինչպես նաև արբանյակային լուսանկարներից։ Ուրիշ որևէ այլ աղբյուրներ իրավիճակը վերահսկելու, մոնիտորինգ իրականացնելու մենք այսօրվա դրությամբ չունենք, ինչ ենք կարող եզրակացնել եղած տեղեկատվության հիման վրա։ Բացի եկեղեցիների, հայտնի եկեղեցիների մի քանի եկեղեցու
լրիվությամբ ավերումից մենք ունենք ը, ակնհայտ փաստեր ավելի շատ Ստեփանակերտ քաղաքից, որտեղ մենք տեսնում ենք, որ մեր մշակութային ժառանգությունը ամբողջությամբ, գրեթե ամբողջությամբ ավերված է։ Սկսվեց դա Ստեփանակերտի պատմական թաղամասերի իսպառ ավերումով, այդ թաղամասերի շինությունների մի զգալի մասը պատմամշակութային հուշարձաններ էին ու պետության պաշտպանության ներքո էին գտնվում, ու շարունակվեց մոնումենտալ արվեստի կոթողների ոչնչացմամբ մեր աղբյուրներն են դա, մեր քանդակներն են, մեր կիսանդրիները, արձանները եւ այլն։ Ամբողջ Ստեփանակերտում, գոնե Ստեփանակերտի կենտրոնում մեր այդ ժառանգությունը ոչնչացված է։ Դա երևում է ակնհայտ տեսագրություններից, որոնք հրապարակվում են բարբերաբար ադրբեջանական օգտատերերը։ Ոչ չկա Շաումյան, չկա Բաղրամյան, չկա Իվանյան, չկա Ադմիրալ Իսակով, չկա Զինևիչ, ոչ Այո, չկա։ Այսինքն այն, ինչ որ մեր սովորական միջավայրն էր, այլևս ամբողջությամբ ոչնչացված է։ Չկան մեր աղբյուրները քաղաքում տեղադրված, չկան քանդակները մեր աչքի համար շատ սովորական դարձված, ու մենք հիմա փորձում ենք իհարկե շտեմարաններ ստեղծել այդ ժառանգության ոչնչացված, շատ դժվար է այդ գործը ընթանում, բայց ամեն դեպքում անում ենք։ Չենք տեսնում Հայաստանի Հանրապետության իշխանությունների քայլեր այդ ամբողջ ժառանգությունը պաշտպանելու ուղղությամբ։ Ցավոք այդ ամբողջ գործը մնացել է հասարակական կազմակերպությունների վրա, առանձին մշակույթի գործիչների վրա, ինչպես եւ պաշտպանության գործը մնացել է փաստացի միջազգային ինչ որ տարբեր հաստատությունների եւ հայկական սփյուռքյան կազմակերպությունների վրա։ Դա նորմալ վիճակ չի, ու այդ վիճակը շատ սահմանափակում է մեր հնարավորությունները պաշտպանելու մշակութային ժառանգությունը։ Ա, Վերջերս հայ եկեղեցու, հայ առաքելական եկեղեցու կողմից կազմակերպված Բեռնում կոնֆերանսի ընթացքում եւս դա կարծեմ ամենավերջին միջազգային ֆորումն է, որտեղ մշակութային ժառանգության մասին Արցախի բարձրաձայնվել է, այդ էր վերջինը, ու Փառք Աստծո մենք ունենք հայ առաքելական եկեղեցի, որ շարունակում է համառորեն միջազգային հարթակներում ներկայացնել արցախահայության շահերը, այդ թվում նաև մշակութային ժառանգության պահպանության բնագավառում։ Ինչ կարող եմ ասել քաղաքական իրավիճակներից այդ առումով, Արցախայինի իրավունքների պաշտպանությամբ նաև զբաղվում են հայ դատի գրասենյակները շատ ակտիվ արտասահմանում, մենք այդ գործունեության արդյունքները տեսանելի առումով տեսնում ենք, որ ինչ որ բաներ արվում են, բայց կրկին մեր հանրային դաշտի գործունեությունը շատ անբավարար է, որպեսզի կարողանանք էֆեկտիվ պաշտպանություն իրականացնել։ Ու կրկին ցավոք Հայաստանի Հանրապետության իշխանությունները այդ ուղղությամբ տեսանելի քայլեր չեն ձեռնարկում։ Չգիտեմ ինչ կլինի այդ ամենի վերջը, եթե մենք չտեսնենք ներգրավվածությունը Հայաստանի իշխանության այս գործընթացներին, վստահ եմ մի օր կլինի, որ Հայաստանի Հանրապետությունը իր ողջ ներուժով կներգրավի գործընթացներին ու մենք կտեսնենք լրիվ տարբեր իրավիճակ։ Արցախի մշակութային ժառանգության ճակատագիրն անհանգստացնում է արդյոք միջազգային կառույցներին եւ ինչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ։
Նայեք, պետք է հստակեցնել ինչ նկատի ունենք միջազգային կառույցներ ասելով։ Իհարկե, Եվրոխորհրդարանում ժամանակ առ ժամանակ հարցը հարուցվում է։ Իհարկե, տարբեր երկրների խորհրդարաններ եվրոպական զբաղվում են այդ հարցով։ Իհարկե, ա, բավականին ակտիվ Միացյալ Նահանգների համապատասխան խորհրդարանական падգամավորները զբաղվում են այդ հարցերով, բայց սա այն բնագավառն է, որը կարող է արդյունքի հասնել միայն Հայաստանի իշխանության գործունեության շնորհիվ։ Ոչ մեկը մեր փոխարեն մեր իրավունքների պաշտպանությամբ չի կարող զբաղվել ու ես անկեղծ ասած շատ մ, բան պահանջներ էլ չեմ կարող դնել ինքս ինձ համար միջազգային կառույցների առջև, որովհետև ա, այն թիվ 1 հասցեատերը, որը պիտի զբաղվի դրանով, հրաժարվում է դրանով զբաղվել։ Ու այդ լակամատիվը, որը պիտի այդ հարցերը առաջ քաշի, չկա հիմա։ Հարցերը մնացել են հասարակության վրա, որը շատ քիչ էֆեկտիվ է։ Դա չի նշանակում, որ հասարակական կազմակերպությունները տարբեր անհատներ չպետք է շարունակեն զբաղվել դրանով, բայց դրա զուգահեռ պետք է գործուն միջոցներ ձեռնարկել պարտադրելու համար Հայաստանի իշխանություններին, որ իրենք էլ ներգրավեն այդ գործունեության մեջ։